Պարոն Ծառուկյան, նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություն։ Այո։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ հաշտվել ժողովրդի կամ արտահայտության հետ, եթե ըստ այդան ինքը չի ընտրվում կամ մեծամասնություն չի կազմում։ Հիմա կարծում եք, եթե մեկ թիմի մակարդակով չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե իր ցանկացած համանդրական մեծամասնությունը չստանա, հաշտվելու է այդ արդյունքների հետ, ինչ զարգացումներ եք այս դեպքում։ Հասկացա, այսքան ես այսօր կարամ Նիկոլ Փաշինյանի տեղը պատահի, դա իրան պետք է հարցնեք։ Ես կանխատեսումներով ձերանը ոնց էր։ Ես ասեմ։ Ձերանը ոնց էր։ Քրիստինե ջան, ես ասենք թե ինչ պատկերացնում եմ, ես իմ տեղը կարամ պատահի։ Դա պետք է պարոն Փաշինյանին հարց տաս, թե ինքը ինչ անել։ Ինչ։ Սցենարներ չունեք զարգացումների։ Ինքն ասում որ 3 միլիոն վարչապետ կա, ժողովուրդն է ընտրում, Ուրեմն կա բաներ, որ ամեն ինչ բարձրաձայն չեն ասում։ Ամեն ինչի իր ժամանակին, իր տեղին, կա ժամանակը կտեսնենք։ Նորից եմ ասում, ամեն ինչ կախված է ժողովրդից։ Ոչ թե ժողովուրդը պետք է նստի տուն ընտրության չգնա կամ չգիտեմ ինչ ու մտածեն, այսօր ես ինչ որ կախված է ինձ որպես մարդ, որպես այս երկրի, ոնց ասեմ, իմ երկիրը սիրող մարդ, ինձից ինչ կախված է, ոչ հաշվեմ առե ունեցվածքը, ոչ դիրքը, գիտեք, որ մինչև այսօր էլ ասենք թե ինչ որ ստուգումներ, ես իմիջ դաժե մեքենաները, ռեմենները, բոլորին ասենք թե քանի հատ մեքենա բռնե տարել են, անկապ, որ ասեն այս մեքենայից իջել եմ, գնացել նստել մյուս մեքենա գնացել եմ։ Այնպես դա իմ համար սովորական բան է, ինչ որ ես ոչ թե դա բարձրաձայնում եմ, ասում եմ, ամեն ինչ ապացույց ժամանակն է։ Ամեն մարդ պետք է որոշի ու ժամանակը տեսնի ինչ անելու եւ հիմնական խնդիրը նորից եմ ասում, կախված է ժողովրդից։ Իսկ այսօր ժողովրդին էլ ես տեսնելով, ամեն ինչ պատկերացնելով, գիտեմ, որ այս անգամ չի ստացվելու։ Մարդիկ վախում են խոսեն, մարդիկ գալի ասում են պարոն Ծառուկյան, չեն եկե վախում են, ակ գրեն, տղուն գործից անեն։ Այսօր մարդկանց լիարժեք առանց դիմում գրելու, հարյուրավոր մարդկանց հանում են, բայց աստե ոչ մեկն էլ դիմում չգրեք, այլ լիարժեք, ասենք թե հետո դատարան կդիմեք, կվերականգնեք, ձեր աշխատավարձներն կստանաք։ Դուք ասացիք, որ հետընտրական պրոցեսների պատրաստ եք, երեք նաև Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ իրենց քվեն տեր են կանգնելու, եթե իշխանությունը փորձի Բայց նույն բանը, եթե հիմա ներողություն, հասկանալ, եթե նախընտրական փուլում ընդդիմության կոնսոլիդացիա չստացվեց, հնարավոր համարում եք հետընտրական։ Ես ասում եմ, թող գա ժամանակը, երբ որ կլինի ընտրություն, ասենք թե այսօր 19 կուսակցություն մասնակցում, ամեն մեկն էլ ունի իր վստահված անձը, ճիշտ է թե ոչ, նայելու են, եթե ինչ որ բռնի ու ժողով, ես իմ ինչեր ասում, պարզ է, եւ ոչ ժողովուրդը կհամակերպի, ոչ մենք, բայց եթե քո ժողովուրդը գնաց ձայնը տվեց, որովհետեւ հիմք չկա, ինչ պետք է անես։ Ուզում եմ հարցնեմ։ Կախված է ժամանակից, կախված է ընտրությունից։ Ընտրության ժամանակ բարձ կլինի։ Բոլորն էլ կտեսնեն, այդքան դիտորդներ կան, այդքան մենք վստահված անձիկ ունենք, հետևողներ ունենք, լրագրողներ ունենք, կնայեն։ Եթե նորմալ անցել է, թող իրենց հալա լինի, եթե կան, բայց այսօր ես քեզ ասում եմ, ինչքան որ շփվել եմ, ինչքան որ տեսել եմ, ինչքան որ ինքը գնում է, ոչ մի բան չի կարա լինի։ Չի կարա հավաքի։ Այսօր իր բարկությունը, այդ ամեն ինչը դրա արդյունքն է։ Եթե ինքը զգար, որ առաջվա Նիկոլ Փաշինյանն է, բոլորը ընդունում են, երդվում են, հավատում են, դա ուրիշ էր։ Իսկ այսօր հենց այդ ներվայնանալ, ջղայնանալ, հենց դրա հետ է կապված։ Խոսքը դրա մասն է, որ դա իրավական համակարգը զարթած Փաշինյանը չի հաշտվելու իր ասեցիք գա ժամանակը, բոլորը պարզ կլինի։